Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան, մայիսի 9-ին Մոսկվայում շքերթ է եւ մինչ այս պահը, այսօր ամսի 5-ն է, Հայաստանի վարչապետի մասնակցությունը հաստատված չէ, բայց կա հավանականություն, որ նա կգնա եւ այդ շքերթին կմասնակցի, որին իդեպ ըստ տեղեկություններ մասնակցելու է նաեւ ադրբեջանական զորախումբ եւ այստեղ խնդիրը միայն Հայաստան-Ռուսաստան հարցը չի, խնդիրը նաև անվտանգության հարցն է, որովհետև Ուկրաինայի նախագահը երաշխիք չի տալիս, որ այդ օրը օրինակ Մոսկվային հարված Ուկրաինան չի հասցնի, ասելով մենք չգիտենք ինչ է նախապատրաստել Ռուսաստանը այդ օրերին, այդ դուք ինչ եք մտածում այս թեմայով, արդյոք Հայաստանի վարչապետը մասնակցի, չմասնակցի, օգուտները, վնասները։ Շնորհակալություն հրավերի համար, Ռոբերտ, գիտեք, ես ինչ ուզում եմ ասել։ Մասնակցել Մոսկվայում հենց ռազմական շքերթի իրոք մեզ համար մարտահրավեր է։ Պատճառները ես հիմա տարբեր կբերեմ։ Կարևորագույն պատճառներից մեկը նա է, վերջի նոր պատճառը, որի մասին գրեթե չի խոսվում, քանի որ կարծես թե չկար։ Կապված է Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ, Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշման հետ Դոնալդ Տրամպի։ Դոնալդ Տրամպը ուղղակի մի քանի օր առաջ ճանաչեց մայիսի 8-ը որպես Միացյալ Նահանգների կողմից հաղթանակի օր ֆաշիզմի դեմ ուղղված։ Ավելին Դոնալդ Տրամպը երեկ էր հայտարարություն արեց, որ մենք ենք գլխավոր հաղթողը երկրորդ համաշխարհային պատերազմում։ Քանի որ առանց Միացյալ Նահանգների օգնությունը Եվրոպային, Սովետական միության հաղթանակը չէր լինի։ Դա լուրջ մարտահրավեր է։ Ինչու բացատրեմ։ Դա բանավեճ է խոշորների միջև, բայց Դոնալդ Տրամպը ասեց, որ այդ որ Պուտինը խառնվեց բոլորին հրավիրում, ինքը գլխավորը չի, ես եմ գլխավորը, իմ երկիրն էր։ Ու հիմա եթե դու գնում ես Ռուսաստան, դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանը ասեց կներես էլի Ամերիկա, դու ինձ օգնում ես, բայց թքած ես ունեմ քո կարծիքի վրա։ Ես թարգմանում եմ քաղաքական լեզվից նորմալ մարդկային լեզու։ Քանի որ եթե այդ բանավեճը չլիներ Տրամփ, Պուտին, այս օրվա կապակցությամբ ու հաղթանակի կապակցությամբ հարց չկար, որ ուզում ես գնա, բայց հիմա գնում է մեծ վեճ։ Երկրորդ վեճը Եվրամիություն Ռուսաստան։ Եվրամիությունը ինչ է ասում։ Ով գնում է մասնակցում է այդ հաղթանակի շքերթին, որը կվերածվի հակաուկրաինական շքերթի, այդ բոլորս հասկանում ենք, դա կլինի հակաուկրաինական շքերթ, քանի որ շքերթի ժամանակ անպայման գիտեք դիկտորը, որը կվարի այս շքերթը, գիտեք ռազմական, գիտեք ինչ ասելու, կարող եմ ձեզ ասել, կստուգեք իմ ասածը։ Կասի որ այս զորքերը անցնում են կարմիր հրապարակով, ողջունում ենք մեր տանկիստներին, ովքեր եւ իրանց պապերը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի գերմանական ֆաշիզմի դեմ էին պայքարում, հիմա անցնում են իրենց թորները, որոնք նոր եկան ճակատից ու պայքարում էին Ուկրաինայի ֆաշիզմի դեմ։ Ուրեմն դա հարված ոչ միայն Ուկրաինայի, նաև Եվրոպայի դեմ ուղղված, սպառնալիք։ Ուրեմն եվրոպացիք զգուշացրեցին, դուք գիտեք, Կայա Կալասը ասեց, ով գնում այնտեղ չնեղանակ հետո մեր արձագանքից։ Խոսքը գնում է տեխնացու պետությունների ու պարզը այդ ցանկի մեջ Հայաստանը կա, ֆորմալ մենք տեխնացու պետություն չենք, բայց մենք նույնիսկ օրենք ընդունեցինք, որ մտնում ենք, ուզում ենք մտնել ապագայում Եվրամիություն։ Ես հատուկ դա նշում եմ դեր այդ գործոնը Միացյալ Նահանգների Եվրամիության, դες եթե դու գնում ես, դու ասում ես, գիտեք ինչա, դուք ինձ օգնում եք, բայց թքած ես ունեմ ձեր վրա։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ նսեմացնում են, թքում են երեսից ու չեն աջակցում։ Դա ես ասեմ ձեզ, դա լուրջ մարտահրավեր է նետած Եվրամիության Միացյալ Նահանգների։ Այդ առաջինը։ Երկրորդ գործոնը, այ դուք լավ ասացիք անվտանգության գործոնը։ Դուք գիտեք, որ երեք ամբողջ օրը փակ էր Վնուկովը օդանավակայանը, հենց որը ընդունում է միջազգային ռեյսեր։ Ինչի էր փակ, քանի որ Ուկրաինան պատասխանում է այն ռաբակոծությունների բնակելի շենքերի Ուկրաինայում, որը անում է Ռուսաստանը։ Իրանք էլ դրոն են ուղարկում, գոնե մի քիչ հակահարված տալիս են։
Ուրեմն ստեղ անվտանգության հարց կա, բայց գլխավոր երկու հարցեր կան, որոնք գիտեք ինչի մասին են, մեր պատվի մասին են։ Հիմա պատկերացրեք զորախումբը Ադրբեջանի կարմիր հրապարակով գնում է։ Տեքստը կարող եմ ասել, որ տեքստը կլինի։ Այն մարդիկ, ովքեր փորձ չունեն, չգիտեն այդ ինչա շքերթ ռազմական ռուսական ավանդույթներ, այդ ռուսերեն лезвով դիկտորը կասի доблестные азербайджанские военные идут по Красной площади. Они от сепаратистов освободили Карабах, от террористических групп, международного терроризма освободили. Лава часи, համոզված չեմ որ կասի, բայց կարող է ասի, это была борьба против армянского фашизма. Եվ Փաշինյանը կընդունի այդ շքերթը։ Да, եւ Փաշինյանը նստած ամբիոնում դե ինչ պետք է անի, պետք է ծափ տա, չէ՞, ընդունված է ամբիոնում նստած ղեկավարները ծափ են տալիս բոլոր զորքերի, որոնք անցնում են։ Օրինակ, տանկիստները ռուսական անցնում են, ովքեր պայքարել են նոր Ուկրաինայի ֆաշիզմի։ Ուզած չուզած պետք է ծափ տաս։ То есть բավական բարդ վիճակի մեջ ընկավ վարչապետը, ես չեմ նախանձում, բայց ասում եմ պետք չի գնալ։ Ու մյուսը ոչ պակաս կարևոր է։ Դուք գիտեք, ԱՊ երկրների նիստ են հավաքում գագաթնաժողով կամ 8 մայիսի կամ 9-ին կարող է լինել նիստ։ Ոչ թե կարող է 100%-ով կլինի, կարող է 8-ին լինի, դա էլ ձեզ ասեմ։ Այդ նիստը ԱՊ երկրների նվիրված կլինի մենակ այդ 80-ամյակի այդ հաղթանակի։ Հիմա բոլորին կտան, ասեմ ձեզ, 7-10 րոպե ոչ ավել բոլոր ԱՊ երկրների ովքեր կգան։ Ես չգիտեմ ով կգա, իբր ասում են բոլորը համաձայնվեցին գալ։ Տեսակ փոխվում է։ Տեսակ Հունգարիայի վարչապետը չի գալիս։ Վերջի պահին, երբ որ Տրամպը ասեց, որ մենք ենք հաղթողը, ինքը հասկացավ Մոսկվա գնալը ուղղակի իրան համար վտանգավոր է։ Ինքը կարող է բալոն գլորել, ժողովրդի լեզվով ասեմ, Եվրոմիության դեմ, մինչդեռ Հունգարիան Եվրոմիության անդամ է, բայց ռիսկ չի անի Տրամպի դեմ քայլը անել, պարզը ինքը հրաժարվեց, չի գնում։ Եվրոմիության անդամ չի գնում, բայց ես հիմա խոսում եմ ԱՊ երկրների պետությունների մասին, չգիտեմ ով վերջի պահին հրաժարվի, չի հրաժարվի, նշանակություն չունի։ Ասենք բոլորը գալիս են այդ 9 երկրներ Ռուսաստանի հետ միասին, նստած են կլոր սեղան։ Ու Ալիևին տալիս են խոսք։ Ինքը ինչ է ասում։ Հեյդար Ալիևը մեծ լումա ուներ, Պուտինն էլ կասի, ինքն էլ կասի, Հեյդար Ալիևը, որը չէ կարվե, մեծ լումա ուներ պատերազմի ժամանակ իմ հայրը, իմ պապերը, տատերը կռվել են ռուս ժողովրդի հետ միասին։ Դուք ասեք, լավ, ինչ է, մենք էլ SDV տեքստում պետք է ունենանք։ Հետո ասում է, բայց Ադրբեջանի ժողովուրդը հանդիպեց ֆաշիզմի դեմ այս վերջի 30 տարի է։ Ու Ալիևը դա ասել է, ես ոչ թե ձեզ հիմա ենթադրություններ են անում։ Ու հիմա Ալիևը ասում է, որ մենք ազատվեցինք էքստրեմիզմից, սեպարատիզմից, հայկական ֆաշիզմից, այս վերջի 30 տարի է, հիմա բարեբախտաբար մեր պետությունը լավ զարգանում։ Բայց պարոն Գրիգորյան, սպասեք, ինչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը, ինձ ասեք, որ ես արձագանք ձեզ տամ։ Եկեք ես փորձեմ ասել, ինչ կարող է ասել Հայաստանի իշխանությունը, եթե որոշում կայացնեն գնալ։ Ես կրկնում եմ, մենք խոսում ենք եթեով, հա, այս պայդրությամբ գոնե կամ այն մարդիկ նաև ռուսամետ շրջանակներ կան, որոնք ասում են պետք է գնալ, բայց որն է հետևյալը, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է քաղաքական աշխատանք տանել տարբեր հարթություններում, այո, մենք չենք սիրում նրանց, այո, միգուցե նրանք մեզ դավաճանել են, Արցախն են հանձնել կամ հրաժարվել են կատարել իրենց անվտանգային պարտավորություններից, բայց մենք չենք կարող այդ հսկայական արջին անտեսել, որը գտնվում է մեր տան կողքին, հա, գնալ, խոսել Պուտինի հետ, կառավարել անվտանգային ռիսկերը, անցյալ տարի հիշում եք Փաշինյանը գնաց, էլի քննադատություններ կային, բայց բերեց Պուտինի հետ համաձայնություն այն մասին, որ ռուսական զորքերը տարբեր սահմանային հատվածներից դուրս կգան, այսինքն ռիսկերի կառավարման տրամաբանությամբ են սա նաև դիտում պարոն Գրիգորյան, պարտադիր է հենց գնալը վատ բան լինի, ռիսկերի կառավարում էլ է, չէ, անհրաժեշտ։ Շատ ճիշտ եք ասում, բայց Պուտինը այդքան կենտրոնացած կլինի հաղթանակի շքերթի վրա, որ ինքը բանակցություններ ոչ ոքի հետ չի վարի, բացի Չինաստանից։ Չինաստանի ղեկավարը գնում է։ Ինքը մայիսի 7-ից գտնվելու է պաշտոնական այցելությունով Ռուսաստանում։ Ու կներեք էլի, այդ ֆոնի վրա ոչ ոք կարևոր չեն Պուտինի համար։
Պուտինի համար կարևոր կլինի ռազմական շքերթը ցույց տալու, որ ինքը միայնակ չի, երկրորդը Չինաստանը գլխավոր դերը կխաղա։ Պարզ է մեծ դեր իր համար կխաղա Իլհամ Ալիևը, եթե գա, ես կասկածներ ունեմ, քանի որ մայիսի 3-ին Պուտինը շնորհավորեց 80-ամյակի կապակցությամբ հաղթանակի Ալիևին։ Ես ապշեցի, չէ, ես ապշեցի, եթե շնորհավորում ես, շնորհավորի 8-ին, 9-ին ու էդ էլ ինքը պետք է գա։ Ուրեմն Ալիևը ավելի մեզանից ճկուն է, ինքը մտածում է իմաստունի գնալ թե չգնալ, հաշվարկ է անում, ինչ մինուսներ, ինչ պլյուսներ կստանա, հակառակ դեպքում Պուտինը չէր շնորհավորի։ Շուտ շնորհավորեց, ավելի վաղ, որ տարբերակ չունենա Ալիևը հրաժարվել գալուց, բայց ես դες հարց եմ տալիս։ Առաջինը Պուտինը չի ունենա ժամանակ իրոք լուրջ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել։ Ավելի կարևոր երկրներ կգան, օրինակ Բրազիլիայի նախագահան կարող է գա, Վենեսուելայի, ուրեմն պատրվակ վերցնել, որ ինչ որ կարևոր բան պետք է քննարկվի, ես խորհուրդ չեմ տա, որ կառավարությունը այդ պատրվակը բերի մեզ։ Նորից կրկնում եմ, Պուտինը այդ 2 օր այդքան զբաղված կլինի Չինաստանի ղեկավարով, եթե գա Բրազիլիայով, նույնիսկ ԱՊ երկրները, եթե Ալիևը գա Թուրքմենստանը կամ Ուզբեկստանը, այդ Ղազախստանը, այդ շատ կարևոր իր համար, Հայաստանը ստեղ 2-րդ, 3-րդ պլանում կլինի, ուրեմն եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ լուծել հարցերը, այլ օր թող ընտրի Նիկոլ Փաշինյանը ու գնա, ու դուք շատ լավ ասում եք, կառավարել վտանգները։ Հիմա ես դες ասում եմ, եթե այդ սադրանքը անեն, որը արեցին, հիշում եք այդ պրոռուսականները, որ վազելով գնացին Մոսկվա ու սադրանք արեցին Եդինա Ռոսիա համատեղ Յենի Ադրբեջանի падգամավորների հետ, իրանց տվեցին, որ ամեն ինչ ասեն, ինչ մտածել են, նաև խոսել են էքստրեմիզմի մասին Հայաստանի, նաև խոսել են, որ սեպարատիստներից, տերորիստներից ազատեցին Լեռնային Ղարաբաղը, այս ձևի սադրանք կանել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա ես հարց եմ տալիս, մեզ դա պետք է, չեմ ասում, որ Եվրոմիությունը Միացյալ Նահանգները ուղղակի նեղացած կլինեն, ովքեր մեզ կաջակցեն, կշարունակեն, բայց նեղացած կլինեն։ Մեզ պետք է Նիկոլ Փաշինյանին, թողնենք հիմա Պուտինին, սեղանի շուրջ սկսել բոյ Ալիևի հետ։ Ալիևը կասի, ես կասկած չունեմ, որ կասի այդ ամենագեշ ձևակերպումները։ Ինչու կասի։ Նսեմացնելու մեզ։ Ես ասում եմ, պետք է գնալ թե ոչ, բայց իմ ասածը ինչով եմ ավարտում։ Ավարտում եմ նրանով, որ հենց դրա համար Նիկոլ Փաշինյանին ընտրեցին, որ ինքը անի այդ որոշումը։ Մեր ֆունկցիան է զգուշացնել վտանգների մասին։ Հիմա կարող է մարդիկ բերեն այլ գործոններ, որ անպայման պետք է գնալ։ Ես պնդում եմ, որ չպետք է գնա ու մարդ, որը կողմնակից է, փորձագետը, հասարակական գործիչը, որ մենք ինտեգրվենք դեպի Եվրոպա, որ անդամ դառնանք, ոնց կարա լինի կողմ գնալ Մոսկվա այս պարագայում, այս անցուդարձով, այս զարգացումների օրոք, երբ որ ամեն օր մեր դեմ պաշտոնյաները Ռուսաստանի հերթական հայտարարություններ անում սպառնալիք։ Ես շատ զարմացած եմ, որ մարդիկ հիմա կան, չէ, նոր սերունդ, փորձագետներ, պրոեվրոպական իբր եւ այլ մարդիկ հաջողով նայում են, ասում են, պարոն Գրիգորյան, տեսակ, այս մարդիկ հիմա ասում են, չէ, պետք է գնանք Ռուսաստան։ Էս էլ հիբրիդային պատերազմի հայ ժողովրդի դեմ։ Ուրեմն իմ ասածը մեկն է։ Կառավարությունը ունի լիազորություն որոշում կատարել, թող Նիկոլ Փաշինյանը որոշում կատարի, բայց ես որպես կողմնակից, որ զարգանա Հայաստանը, որ այս կառավարությունը լավ աշխատի, ասում եմ վտանգ, լուրջ վտանգներ կան ձեզ համար Մոսկվայում։ Պարոն Գրիգորյան, իսկ հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակը դուք ինչպես եք գնահատում, տեսեք, անգամ հայաստանյան ներքաղաքական դաշտում Ռուսաստանի անունը շատ հաճախ հոլովում է բացասական երանգով։ Ազգային ժողովի նախագահը երեկ Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության այսպես դեմքերից մեկին մեղադրում էր ռուսական շպիոն լինելու մեջ, այսինքն կառավարող ուժի կողմից այդ մեղադրանքը բացասական տոնի մեջ էր, հա, այսինքն հակապետական տարրի մեջ լինելու մեջ է մեղադրում ռուսական շպիոն, ասում է դուք ռուսական շպիոն եք, դա կարծես պիտակ փորձելով փակցնել եւ Քոչարյանի թիմակիցները չէին հերքել, որ նա գնացել է Մոսկվա, հանդիպել է Պուտինին, իհարկե նրանք դեռևս նաեւ շատ այդպես չեն անդրադարձել
մեղավոր են, չէ, ոչ թե մեղավոր, այլ հայերը, հայկական կողմը եւ հայկական իշխանությունը հրահարեց պատերազմը այդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, ասում են դա իշխանությունն ենք, ասում ինչ հայեր եւ այլն, հա։ Կխնդրեմ այս հարցին էլ անդրադառնալ։ Ну, նախ ուզում եմ ասել Ալեն Սիմոնյանը երեք բրիֆինգի ժամանակ պարլամենտում ասեց ել ավելի կարևոր բան, հետո կանդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հարցին։ Ալեն Սիմոնյանը ասեց, որ Ռուսաստանը վարում է լուրջ լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։ Եվ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա այդ Ռուսաստան։ Չէ, Ալեն Սիմոնյանն ասել։ Ես խնդրում եմ, էլի մեր ժողովրդի մեջ, գիտեք, մեկ-մեկ խառնում են, էլի ասում են, այ պարոն Գրիգորյան ինձ լավ բան ասեցին, այ Ռոբերտ ջան ապրես։ Ժողովուրդ ջան, երբ որ ես եմ ասում, որ հիբրիդային պատերազմ վարում է Ռուսաստանը, այո, ուրախ եմ, որ ուշադիր լսում եք, հավատում եք։ Հիմա ես խոսում եմ Ալեն Սիմոնյանի մասին։ Համար երկրորդը մեր պետական համակարգում ազգային ժողովի նախագահի։ Ազգային ժողովի նախագահ թիմակիցը Նիկոլ Փաշինյանի երկրորդ դեմք պետության ասում է, որ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ։ Դա շատ լուրջ բան է։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, տարբերի փորձագետն է ասում դա, թե Պաշտոնյան։ Դա նշանակում է, որ քաղ պայմանագիրը այդ ուժը հասկանում է, որ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ։ Բայց պատրաստում են Մատվիենկոյին եւ Լավրովին ընդունել։ Այդ թողնենք մի կողմ, քանի որ այդ եւ գնալ Մոսկվա։ Հասկանա։ Չէ, այդ պարագայում գնալ Մոսկվա իրոք վտանգավոր է, բայց այն կոնտեքստով, որ միջև այդ դուք ասեցիք, ինչա կապ չպաշտպանենք, ոչինչ, թող հանդիպեն, բայց միտքս ինչու՞մ է, կարևորագույն կետեր գնալ իրոք վտանգավոր է։ Եթե դու ընդունում ես, որ հիբրիդային պատերազմ գնում է Հայաստանի դեմ, ու ես դες ասեմ, այնտեղ Ալեն Սիմոնյանը նյուանսներ ասեց, ոնց է իրականացվում այդ հիբրիդային պատերազմը, ինչ որ մարդկանց մեր դեմ լարում են, ովքեր ունեն հայկական ազգանուններ։ Դες ինքը նույնիսկ նյուանսներ սկսեց այդ հիբրիդային պատերազմից բացատրել։ Ուրեմն դա շատ լուրջ է, չէ՞։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր Ռուսաստանը վարում է թշնամական քաղաքականություն։ Ու այդպես հեշտ գնալ հաղթանակի շքերթին մասնակցել աջակցելու համար Պուտինին, դա ակնհայտ կլինի աջակցություն։ Ոչ ոք չգիտի այդ մեր ձեզ այդ քննարկումները ու Ալեն Սիմոնյանի շատերը չգիտեն ելույթը։ Մարդիկ դրսից Եվրոպայից երբ որ կնային, կասեն, «Էս սրանք ինչ որ խաղեր են տալիս»։ Այդ մարտահրավերը նաև նետած եվրոպացիներին ու Եվրոպայում կուժեղանան այն թևը, որը պրո-ալիվյան թև։ Կնեք, նաև իշխանությունը ինքը իրեն չի ալերջացնի ասելով հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանը մեր դեմ եւ գնում է հիբրիդային պատերազմ վարողի շքերթին մասնակցելու։ Ուրեմն ես ուզում եմ ասել, իրոք ստեղ մտածելու բան ունի իշխանությունը ու ասեմ, էլի ինչ ասեց Ալեն Սիմոնյանը, ինքը ասեց, վերջի պահին կարող է վարչապետը փոխի իր կարծիքը, հիմա մեխանիզմ, որով ինքը չի գնա հղում անելով անվտանգային հարցերին, հղում անելով հիվանդությանը, այդ երկրորդական հարց է։ Ես պնդում եմ, որ գնալը իր մեջ պարունակում շատ ռիսկեր, բայց թող կառավարությունը որոշում ընդունի։ Հիմա ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Դուք գիտեք, որ մի ժամանակ առաջ հիշում եք ազգային ժողով Նիկոլ Փաշինյանը ասեց, որ չի համարում այս երկու անձերին ընտրված նախագահներ։ Ու ավելի ուշ հիշում ես, բացեց փակագծերը Նիկոլ Փաշինյանի ասեցից հենց Ալեն Սիմոնյանը։ Հիշում եք, Ալեն Սիմոնյանը ասեց, այո, ես էլ չեմ համարում, որ երկրորդ, երրորդ նախագահները Հայաստանի ընտրված են։ Հիմա նոր երանք, նոր բան ասեց Ալեն Սիմոնյանը։ Իմ առաջարկը գործող իշխանություններին։ Անպայման այզևի լուրջ հայտարարություններից հետո պետք է հետևեն քայլեր, պետական ինստիտուտների քայլեր։ Օրինակ, եթե իրանք չեն եղել ընտրված այն ժամանակ, ու մենք լավ հիշում ենք, որ խայտարակ ընտրություններ են, բայց եթե իրանք այսօրվա իշխանությունները ունեն լուրջ փաստարկներ, Ալեն Սիմոնյանը այս ձևի չէր ասի, եթե չունենան լուրջ փաստարկներ, ու եթե ունեն, ուրեմն պետք է միացնեն պետական ինստիտուտները։ Օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողով, քննչական մարմիններ, դատախազություն, որ սկսեն ստուգել այս այն ժամանակվա նախագահական ընտրությունների արդյունքները։ Միգուցե կա ապացույց
Հա մենք գիտենք, որ շատ վատ են անցի ընտրությունները, բայց դա մի բան է էմոցիոնալ մեր ասածը, մի բան է փաստարկներ, փաստեր։ Ուրեմն թող ուսումնասիրեն ու համապատասխանաբար գործեն, դա կոչվում է իրավական հետևանքներ ասածից։ Ուղղակի մենակ ասելը իմ կարծիքով ինչ որ չափով թույլատնում է իշխանություններին։ Համաձայն լինելով շատ ու շատ գնահատականների, որ ասեց Ալեն Սիմոնյանը, բայց ես ուզում եմ ասել այնուամենայնիվ պետք է գործի անցնել։ Օրինակը բերեմ, որ դուք հասկանաք ինչի մասին է խոսքը։ Օրինակ, նույն Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, հիշում եք, միջև այս ընտրությունները փակեց Շոր կուսակցությունը։ Իշխող կուսակցություններից մեկը փակեց այդ ալիգարխ Շորի կուսակցությունը։ Ապացուցեցին, որ իրանք փող են ստանում Գազպրոմից, ապացուցեցին, որ իրանք հակապետական գործունեություն են ծավալում, ապացուցեցին փաստերով, դրսից փող են ստանում, կաշառում են մարդկանց, ու ինչով ավարտվեց, փակվեց այդ շորը, նորմալ նույն Մայա Սանդուն ընտրվեց ու հիշում եք եվրո ինտեգրացիոն այդ որոշումը հանրակրվեն անցավ, դժվարությամբ, բայց անցավ։ Ինչու արվել են քայլեր, որ դեմը առնեն պրորուսական ուժերի, ովքեր սնվում են ու ստեղ տարածում են ֆեյքեր, այն դեմքերին տեղը դրեցին, ովքեր պայքարում են պետության անկախության դեմ։ Միտքս ինչու՞մ է, եթե այդ կասկածները կան, որոնց մասին ասեց Ալեն Սիմոնյանը, լուրջ մեղադրանք։ Այ որ իշխանություն որևէ քայլ չի անում, այսպես ասենք, օրինակ լուստրացիա կամ անցումային արտադատություն անելու, այդ իրենց ասած շպիոններին բացահայտելու, բայց կարևորը ապացույցներ ներկայացնելու հանրությանը։ Այ ինչու է խոսում նման բաներ։ Մարդիկ քննադատում են նախկիններին, բոլորն էլ քննադատում են, բայց երբ որ պաշտոնյան լուրջ մեղադրանք է ներկայացնում, շատ ճիշտ կլինի փաստեր բերել, քննչական քայլեր անել, նաև այդ ձեր ասած լյուստրացիա, անպայման չէ լյուստրացիան բոլորի նկատմամբ անել։ Գլխավոր նախկին դեմքերի նկատմամբ ստուգել ու դրանից հետո խոսքը այսօրվա իշխանությունների իրոք շատ բարձր կգնահատվի ժողովրդի կողմից։ Բայց քանի որ խոսքերը մենք լսում ենք առանձին դեպքերում դիպուկ, ճիշտ, բայց գործ չկա դրանից հետո, հետևանքներ չկան։ Այդ կուսակցությունները գործում են, ինչ ուզում ասում են, գնում են Ռուսաստանում, ասում են, որ մենք պատրաստ ենք միանալ այդ դաշինքին, ռուս-բելարուսական, կամ Երևանում ասում են, կամ Գյումրիում ասում են, հետևանքներ մարդիկ չեն տեսնում։ Ու դա իմիջիալ շատ թուլացնում է դիրքերը քաղաքապայմանագրի հասարակության ներսում։ Նաև պարոն Կոպյուրկինը ասում է, որ Արևմուտքը ուզում է երկրորդ ճակատ բացել Հայաստանում, ընդդեմ Ռուսաստանի, փորձում են մեզ վանել, գժտեցնել եւ մենք նաեւ այս համատեքստում իմանում ենք, որ Կրեմլում Հայաստանի դեմ կամ Հայաստանում աշխատանքը համակարգելու է Կիրիենկոն, որը Կրեմլի կամ ռուսական վերնախավի հներից է, հնաբնակներից է եւ Հայաստանի ազգային ժողովի նախագահն է մեղադրում հիբրիդային պատերազմի մեջ Ռուսաստան, ինչպես եք դուք գնահատում այս իրավիճակը, ամեն դեպքում պարոն Գրիգորյան, մի լուծումնային տրամաբանություն չի երևում, սա հարաբերությունները փոխադարձ մեղադրանքների մասին, Ռուսաստանի կողմից սպառնալիքների մասին, հիշեցումների, որ ձեր տնտեսությունը կոչնչանա, եթե ԵՏՄ-ից դուրս գաք, իշխանությունն էլ բավարարվում է ասելով նույն վարչապետը, չէ, օրերս ասում էր, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ խզելու ցանկություն չունենք, լավ, ոչ ոք չի ասում խզեք, բայց ինչ եք անում հարաբերությունները, այսպես ասենք, բերելու եւ մոտարկելու իրականության մեջ արդեն ինստիտուցիոնալ եւ փաստաթղթային մակարդակում։ Նայեք, հիբրիդային պատերազմ, որ ասում են, այդ ոչ միայն սուտ լուրերի տարածում։ Ոչ միայն դա է, հիբրիդային պատերազմը նաեւ, երբ որ պաշտոնյաները Ռուսաստանի ասում են բաներ, որոնք մենք չենք անում։ Երբ որ դեսպանը գտնվող Հայաստանում, Ռուսաստանի դեսպանը ասում է, որ Հայաստանին դրդում են դեպի այն ուղղությամբ արևմուտքը, որ Հայաստանը երկրորդ ճակատ, դա լուրջ մեղադրանք է։ Փոխանակ այս դեսպանին ասել բարով եկար, ստեսուն,
Մերոնք ինչ-որ փորձում են արդարանալ։ Միտքս ինչու՞մ է կայանում։ Այդ հայտարարությունները շատ լուրջ են։ Գիտեք, երբ որ մեզ ասում են, ինչի եք միանում Եվրոպայի հետ, ինչի եք գնում այդ ուղղությամբ, պետք չի շատ սրտամոտ ընդունել։ Բայց երբ որ ասում են, որ Արևմուտքը ստեղ ուզում է երկրորդ ճակատ բացել, որ ճակատը, այս իշխանությունները հոգնեց ասեց, որ գնում ենք դեպի խաղաղության օրակարգ, իրոք ուզում է խաղաղությունը, այս չես կարող խլել այս իշխանությունը։ Դա Հայաստանը ում դեմ պետք է պատերազմ սկսի, որ Ռուսաստանը երկրորդ ճակատ է։ Երկրորդ ճակատ բացվի, ես չեմ։ Սահման չունենք ուղղակի։ Ռուսաստանի հետ սահման չունենք։ Չէ, բայց այդ հռետորաբանությունը հենց հիբրիդային պատերազմի մի մասն է։ Ու ինչ եմ ուզում ասել։ Կամ էլ կներեք, պարոն Կոպյուրկինը պատահաբար բանը ռուս այլ դիվանագետի տեքստ էր վերցրել, որը վերաբերում է Վրաստանին եւ Ռուսաստանին, միգուցե շփոթել էր։ Միգուցե շփոթել եմ, բայց մյուսը ձեզ ասեմ, ինչ ասեց Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում այսօր։ Ինքը ասեց Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում։ Ինքը ասեց մենք հիմա վերականգնումը աջակցում ենք Ադրբեջանի վերականգնել Լեռնային Ղարաբաղը ասեց։ Ու ինքը ասում է հիմա մանկապարտեզ ենք այնտեղ կառուցում Ադրբեջանի երեխաների համար։ Չհասկացա։ Լեռնային Ղարաբաղի մասին է, չէ՞ խոսքը։ Այնտեղ միշտ էլ գրեթե 100%-ը հայեր էին։ Նույնիսկ միջև կոնֆլիկտի սկիզբը գրեթե ինչի է ադրբեջանցիների համար կառուցում։ Եթե խոսքը գնար Լեռնային Ղարաբաղի շրջանների շուրջ, բան չի ասի։ Բայց ինքը ասում է Ղարաբաղում մենք հիմա Ստեփանակերտում է թե Շուշիում մանկապարտեզ են կառուցում ադրբեջանցիների համար։ Դոս ինքը Ռուսաստանը ասում է արեստական բնակեցում ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղում մենք հիմա զբաղվում ենք։ Հասկանում եք, ու հետո գնալ Կրեմլ։ Այս վերջի մենակ հայտարարությունների համար ես ճիշտը ձեզ ասեմ, համարում եմ շատ վտանգավոր։ Ուրիշ բան է, վաղը կլինի ինչ որ միջոցառում, նույն ԱՊՀ շրջանակներում, ընդհանրապես ես դեմ եմ գնալ, բայց դուք ասում եք, չէ, այնտեղ ինչ որ կոնկրետ հարցեր են քննարկում, ԱՊՀ երկրներից մենք խոմ չենք սառեցրել հարաբերությունները, չենք դուրս եկել։ Թող գնա, ես բան չի ասի, բայց այսօր Եվ հաղթանակի օրվա կապակցությամբ վեճը, մայիսի 9-ի հետ կապված, հաղթանակի հետ կապված Ամերիկայի հայտարարությունը, որ ոչ, մենք ենք ապահովել հաղթանակը ֆաշիզմի դեմ, հասկանում եք, այս ծանր վիճակի մեջ գնալ, խցկվել այնտեղ, ու երբ որ դուք ասում եք ռիսկերի կառավարում, ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանը չի գնա, այդ սաղ մինուսները, հնարավոր պրովոկացիաներ չեն լինի, չէ՞, հնարավոր նեղացություն Ամերիկայից Եվրոպայից չի լինի, չէ՞։ Ինքը ծանր վիճակի մեջ չի ընկնի։ Ով մենակ կարող է նեղանալ։ Ռուսաստանը, Պուտինը, որը այդտենց էլ մեզ չի աջակցում։ Ուրիշ բան է, եթե մենք ունենայինք աջակցություն, դուք ասեք լավ էլի Ստեփան ջան։ Հա, մեզ քաշեցին շատ հարցերում, բայց մի հարցում օգնում են դրան խաթեր։ Ոչ մի բանում չեն օգնում։ Ես դες նոր բերեցի օրինակներ, ոնց Ռուսաստանը հիմա աջակցում է Ադրբեջանին օկուպացված Լեռնային Ղարաբաղը վերջնականորեն վերցնել, կոպիտ ասած։ Ու դրանից հետո գնալ, չգիտեմ, ես համարում եմ, որ սխալ է, էդ էլ հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի բավական հաջող բրիֆինգը, շատ հաջող էր, շատ տեղին ասեց հիբրիդային պատերազմի Ռուսաստանի կողմից, դրանից հետո գնալ, ես ճիշտը ձեզ ասեմ, չեմ պատկերացնում։ Ինչ իմաստ ունի։ Ներքին քաղաքականության մեջ, պարոն Գրիգորյան, դուք ինչպիսի տեղաշարժեր միգուցե հավանական միջամտություններ տեսնում Ռուսաստանից, նրանք սովոր են տարբեր պետությունների ներքին քաղաքական իրավիճակներին միջամտել, ազդել, փորձել իշխանության բերել իրենց խամաճիկ գործիչների, դրանց բազմաթիվ օրինակներ կան, Մեդվեդչուկից, Յանուկովիչից սկսած, Շորով եւ Իվանիշվիլիով ավարտած, իհարկե Իվանիշվիլիի պարագան փոքր-ինչ այլ է, բայց ամեն դեպքում, դուք ինչպիսի վտանգներ տեսնում 26-ի ընտրություններին ընդառաջ։ Նու ես սկզբանե ասեմ, Վրաստանի պատմությունը ուրիշ է, չխառնենք, էլի։ Հա, ուրիշ է պատմությունը, հա, ես ավելին ձեզ ասեմ, Վրաստանի դեմ Ռուսաստանը լուրջ քայլեր արեց վերջի ժամանակներս, նույնիսկ գործող իշխանությունների Վրաստանի, որոնք ուզում են Ռուսաստանի հետ ինչ որ երկխոսություն, այդ տենդենսը կա, նույնիսկ այդ կառավարությունը մեղադրում է հասարակությունը վրաց, բայց կառուցողական է այս իշխանությունը Վրաստանի ինչ որ հարցերում, բայց նույնիսկ սրանց Ռուսաստանը ծանր վիճակի մեջ դրեց, հենց Իվանիշվիլու կառավարությունը։ Գիտեք, բացեցին չվերթ
Մոսկվա սուխում, բացեցին երկաթգիծ, որ աշխատի Աբխազիա, Ռուսաստան, սկսեցին դա ակնհայտ Վրաստանի դեմ, Վրաստանի սուվերենության դեմ, տարածքային ամբողջականության դեմ հրապարակային քայլեր են ու Վրաստանը նաև ցավոտ անցալեց, ինչ եմ ուզում ասել, այլ պատմություն է։ Վրաստանի դեպքում կողք կդնենք։ Բայց հիմա ես գիտեք ինչ ուզում եմ ասել։ Այո, Ռուսաստանը ներսում սկսեց ապակայունացման process-ը։ Ինչ որ մարդիկ, ինչ որ քայլեր անում են, ասում են մենք ակտիվիստ ենք, հետո պարզվում է fake ակտիվիստ, ոչ ոք այդ ակտիվիստին չի ճանաչում։ Ներդրեց նաև եվրոպական դաշտ, պրոեվրոպական դաշտ, ինչ որ իրանց մարդկանց նոր դեմքերով, սիրուն բաներ են ասում, դա պատերազմ է հիբրիդային։ Հիմա հասարակությունը նայում, ասում է պարոն Գրիգորյան, լավ, ձեզ հարգում ենք, դուք էլ կաք, էս էլ կա։ Հիմա այս մյուսը ինչ որ ժամանակ հետո օգտագործելով հիմա ասում է, չէ, պետք է գնանք Կրեմլ։ Ինչ եմ ուզում ասել, մարդիկ չեն հասկանում, մտածում են, որ հիբրիդային պատերազմը մենակ ինֆորմացիոն պատերազմն է, կամ ասենք ինչ որ ուժային քայլեր ոչ բանակով հարձակվելու։ Ոչ, հիբրիդային պատերազմի մեջ մտնում է նաև հայկական ազգանուններով տարբեր եվրոպական երկրներից, Ամերիկայից փորձագետ օգտագործելը, որը գալիս է Հայաստան ու ասում է, գիտեք ինչ, առանց Ռուսաստանին չեք կարող ապրել։ Դա էլ հիբրիդային պատերազմ է։ Ուրեմն Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, համաձայն եմ պարոն Ալեն Սիմոնյանի հետ, դրան դեպը պետք է խելոք առնեն, օրենքի շրջանակներով, առանց էմոցիաների։ Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք կանի Կրեմլը 26-ի ընտրությունում, թե այլ այսպես տեխնացու կգտնեն։ Ես պետք է ասեմ, որ իշխանությունները պետք է հասկանան մեկ բան։ Պարտավոր եմ դա ասեմ, քանի որ ես կտրականապես դեմ եմ, որ նախկինները վերադառնան, իրանք հասցրեցին այս երկիրը այս վիճակի, կտրականապես դեմ եմ, որ պրոռուսական ուժերը վերադառնան, քանի որ դա կլինի վերջը մեր անկախության, ես պետք է զգուշացնեմ մեր իշխանություններին։ Չմտածեք, որ ինչ որ այլ դեմ կլինի։ Պուտինը մտածում է մենակ մեկ մարդու մասին։ Եթե Պուտինին հարցնեք, ում ուզում եք որ լինի ղեկավար, այդ մարդը հասկանալի է ով է։ Ուրեմն չմտածեք, որ ինչ որ այլ ընտրանքային մարդ կբերեն, ամբողջ այդ պայքարը, որը գնում է, տարբեր բաղադրիչներ, որ նայում ես, կարող ես շփոթվել, բայց Պուտինին քաղաքականությունը հասկանալով ու ինչ է ինքը ուզում, կբերեն մարդ, որը կոնկրետ դաշինք կմցնի Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս ու դե ֆակտո կզրկի հայ ժողովրդին անկախությունից։ Դա է պատճառը, որ ես կառավարության ասում եմ, աշխատում եք լավ, իրոք հիմա աշխատում են ակտիվ Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, արաբական աշխարհի հետ, շատ ու շատ պարտներներ գտան, աշխատում են, բայց ներքին քաղաքականության ոլորտում պետք է պաշտպանես քո հասարակությունը ներսում, պետք է պաշտպանես պրոդեմոկրատական, քանի որ այս կառավարությունը նախ պրոդեմոկրատական է, ստեղ վեճ չկա, չէ՞, ազատությունների կողմն է եւ այլ եւ այլ։ Նույնիսկ եթե մենք մեղադրում ենք, որ արագ չեն գնում դեպի եվրոինտեգրացիա, դեմոկրատական է, ուրեմն պետք է պաշտպանենք, բայց ոնց պաշտպանես, եթե ներսում չեն արվում քայլեր, առաջինը պաշտպանելու ներսում հասարակությունը, այս հիբրիդային պատերազմից։ Մարդիկ մեղավոր չեն, նստած են, հիմա 1000 հոգի հիմա խոսում են։ Ում հավատան։ Հա, մի մասին իրանք ճանաչում են, գիտեն, որ այդ նորմալ մարդիկ են, բայց այնուամենայնիվ դժվար է կողմնորոշել։ Ամեն օր սուտ լուրեր են տարածվում։ Ուրեմն պետք է օրենսդրական ակտերով պաշտպանեն մեր հասարակությունը 5-րդ շարասյունից, ագենտուրայից, ինչ արեցին Գերմանիայում։ Ես ներողություն եմ խնդրում, թող ոչ ոք մտքով չանցկացնի, որ աշխարհում էլի կլինի Գերմանիայի մակարդակի ժողովրդավարություն։ Գերմանիա, Շվեյցիա այդ հյուսիսային պետությունների ժողովրդավարության աստիճանը ոչ ոք չի հասնի։ Հարյուրավոր տարիներ կաշխատեն լավ, բայց չեք հասնի։ Իրոք դեմոկրատական երկիր է, բայց դուք գիտեք, որ երկրորդ տեղը զբաղեցնող այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության դեմ հիմա որոշումներ է ընդունվել օֆիցիալ։ Աճ ծայրահեղական։ Այո, ֆիքսեցին իրանց սխալները, ֆիքսեցին իրանց կապը Ռուսաստանի հետ, ֆիքսեցին իրանց ատելությունը միգրանտների նկատմամբ։ Սա օրինական։ Ու հիմա սահմանափակում նվացրեցին։ Հիմա ինձ չասեք, որ այնտեղ ժողովրդավարությունը թուլանում է, ոչ։ Իրանք պաշտպանում են հասարակությունը պոպուլիզմից,
աճ ծայրահեղ մոտեցումներից հակառակ դեպքում վատ ավարտվելու։ Հիմա մենք պետք է պաշտպանենք մեր հասարակությունը մանիպուլյացիաներից Ռուսաստանի։ Ադրբեջանն էլ մանիպուլյացնում է, Ադրբեջանն էլ օգտագործում է իմիջիալոց հիմա դուրս թռավ ուշադրությունից։ Ես ձեզ ասեմ, իրանց ԶԼՄ-ները լավ էլ ազդում են, լավ էլ աշխատում են Ռուսաստանի միջոցով ուղղակիորեն, ուրեմն պաշտպանել մեր հասարակությունը այդ ստերից, որը գալիս են Ռուսաստանից, Ադրբեջանից, ովքեր ուզում են ապակայունացնել Հայաստանը եւ օտարել մեզանից Սյունիքի ճանապարհները։ Նպատակը շատ հասարակ, ես կասեի նույնիսկ պրիմիտիվ դարձավ, բոլորը գիտեն։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Ստեփան Գրիգորյանին։